Արդեն իմացանք ձեր ավակ եղբոր մասին, որ բոլորի մի ամբողջ ընտանիք բերեց Խորհրդային Հայաստան։ Դուք նաև ասացիք, որ ռադիոյի հետ կապ ունի, դա ինձ զարմացրեց։ Երբ մտանք ռադիո, դուք ինձ համար անակնկալ կերպով ասացիք, որ այստեղ ձեզ ամեն ինչ հարազատ է, որի մասին ես չգիտեի, պատմեք թե ինչպես, ինչու։ Երբ որ մենք եկանք, այդ ժամանակ ինքը ընդունել էր թեթևարդյունաբերության տեխնիկում, բայց երբ որ ավարտում էր, ես արդեն Թիֆլիսում էի, ինքը եկել էր ավարտականի երեկոյին եւ այդ ավարտական երեկոյի ժամանակ պատահաբար այս այլ է դիպված Նար Հովհաննիսյանը ներկա է լինում, երբ որ եղբայրս երգում է Կիլիկյան, Հայաստան, որից հետո Նար Հովհաննիսյանը մոտենում է ասում է տղաս, դու ինչու ձայնը չես ուզում մշակել, ասում է եղբայրս ասում է դե ինձ այդպիսի առաջարկ չի եղել, չեմ էլ մտածել, ուզել եմ նախ մասնագիտություն ձեռք բերել, ասում է երբ որ կգաս Երևան կգաս ինձ մոտ կոնսերվատորիա եւ այդպես եղբայրս ընդունում է կոնսերվատորիա եւ լինում է Նար Հովհաննիսյանի աշակերտը մինչեւ իր կյանքի վերջը եղբայրս երախտապարտեր իրեն շատ էր սիրում իրեն եւ այդպես ավարտելուց հետո երբ որ արդեն նշանակումներ են լինում որտեղ աշխատել եղբայրը նշանակում էր Թաթուն Ալթունյանի խմբում մի 2 տարի այնտեղ աշխատելուց հետո իրեն առաջարկ է լինում ընդունվել տեղավորվել ռադիո Եվ այդպես 34 տարի ղեկավարեց արևմտաեվրոպական երաժշտության բաժնի վարիչ որպես գիտեք ես եղել եմ այդ սենյակում մի քանի անգամ իր սենյակում որտեղ ես այդ աղջիկներին ու տղաներին անչափ սիրում էի արդեն մեծ աղջիկ էի եւ ինձ ընդհանրապես երաժշտությունը գրավել է որտեղ ես նաեւ երաժշտական կրթություն եմ ստացել իսկ իմ երաժշտական ճաշակը, այսպես ասած, զարգացրել է իմ մեծ եղբայրս Անդրանիկը, որովհետև ինչքան ձայնասկավառակ լավ ինքը դասական երաժշտության գտնում էր, ինքը գնում էր եւ բերում էր ինձ սա լսիր։ Դու սա լսիր, ուրիշ բան չլսես։ Եվ այդպես, բայց ասեմ նաեւ որ կարելի ասել որ ամբողջ բաժնի աղջիկները անչափ սիրում էին, անչափ, իսկ Անդրանիկի սերը նրան տգատապ, չէր կարելի գնահատել ինչ-որ չափով, ինչու, որովհետև մեկ էլ ասում էր նոր տարի է մոտենում, Վարդուի դու և Անահիտը մեծ քույրս, փախլավա կսարքեք աղջիկների համար, և դա դարձավ սովորություն, այդ մեկ սինի փախլավան աղջիկների համար էր։ Հիմա մի օր, ուրեմն Ես պատմություն իհարկե պատմեմ, չնայած դուք ձայնադարանում դա ունեք, բայց ես պատմեմ ավելորդ անգամ չի լինի։ Ուրեմն մեր արժանահիշատակ երաժիշտ Մանդակունին գրել էր Երևան երգը։ Որ երգն է մի քիչ Երևան, իմ սրտի օթևան, շատ սիրելի երգ էր։ Եվ պատահեց այնպես, որ Մանդակունին գնաց արտասահման եւ Ստեփան Պողոսյանը կանչեց Անդրանիկին եւ իր տեղակալ ինչպես նրան Վալիկ Սիմոնյանին ասելով որ եթե այդ երգը հանկարծ հիշեք ասածս հանկարծ եթե չհիշեք եւ ռադիոյով հնչել տակ ձեր ամբողջ կազմը կհեռացեմ ռադիոյից Լավ Բայց լավ երգեր ինչի Պողոսյանը որովհետև Մանդակունին գնաց Հայաստանից իրեն համարում էին դավաճան այո արգելված է նրա ստեղծած երգը բայց ափսոս այդ երգը երկար ժամանակ չհնչեց բայց արիտես օրերից մի օր պատվերով համերգի ժամանակ այդ երգը հնչում է Կիրակի օրով հիշում եք ժամը 6-ին ամեն Կիրակի ուրեմն հնչում է այդ երգը եւ այդ երգը վերջին երգն էր ռադիոյում աշխատում էր նաև մի այլ մարդ Հարություն Բարիկյան նա լսում է այդ երգը եւ հաջորդ օրը անմիջապես գալիս է Ստեփան Պողոսյանի մոտ ասելով որ գիտեք երգը հնչեց Ստեփան Պողոսյանը առանց վարքյան կորցնելու Անդրանիկին կանչում է սենյակի տեղակալից հետ իջít ներքև Անդրանիկը
գիտի ինչու՞մն է, բանը ինչու՞մ են, ասում է գիտեք Անդրանիկ, երեք հնչել է այդ երգը, եղբայրս ասում է չի կարող պատահել։ Մենք հանել ենք այդ երգը։ Ասում է լսողներ են եղել։ Ասում է ով է դա։ Ստեփան Պողոսյան լռում է, ասում է չեմ ասի անունը։ Շատ լավ։ Հիմա ասում է գնացեք վերև։ Լավ մտածեք։ Մինչև վերև գնալը եղբայրս ասում է վալիկ շուտ գնա ձայնադարան եւ գործը տես։ Այսինքն ժապավենը գտրի։ Բարեբախտաբար երգը վերջին երգն է, ժապավենը գտրում է, բայց երգ ժապավենը պահում է գրպանում, վալիկը չի գցում։ Երեկոյան ժամը 4:20 պակաս հարգելի մեր Ստեփան Պողոսյանը դուրը բացում է այսքան եւ ասում է Անդրանիկ մալադեց։ Այսինքն գնացել է կերպով դրթել էր, որպեսզի երգերը վերացնեն։ Գնացել է ձայնադարան, ստուգել տեսել է որ չկա։ Լսել է տեսնում է չկա ժապավենը։ Դրա համար ասում է մալադեց։ Եղբայրս այս պատմությունը իհարկե իր ձայնագրությունների մեջ ներառեց, որտեղ ինքը ուներ երկու մեծ հաղորդում մարդկային մեծ ձայներ եւ ծիրկաթին։ Յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 12:30 ծիրկաթինը հաղորդվում էր ռադիոյով։ Եվ իհարկե բոլորս լսում էինք։ Ես այդ ժամանակ արդեն աշխատում էի եւ դասամիջոցին միշտ գալիս էի ռադիոյի մոտ եւ լսում էի ծիրկաթինը։ Օրերից մի օր իմ ուսմասվարն ասում է Չալուշյան, դասը սկսվել է։ Ես ձերքս բարձրացում ասում եղբորս եմ լսում։ Հա, ասում է, կարելի է ես էլ լսեմ։ Ասում բայ իհարկե։ Եվ այդ օրվանից յուրաքանչյուր չորեքշաբթի օր ժամ 12:30-ին, երբ որ ծիրկաթիններ հաղորդվում, մեր բոլոր ուսուցչական կազմը 20 րոպե դասի չեր մտնում եւ լսում էինք բոլորս այդ հաղորդումը։ Հրաշալի պատմություններ են դիքի։ Գիտեք շատ հետաքրքիր բաներ եւ իհարկե մարդկային մեծ ձայները դրանք շատ քիչ հաղորդվեցին, ինքը չհասցրեց, բայց ամբողջ տպագրությունները մենք տանը ունենք, շատ բարձր, շատ մեծ եւ հայտնի մարդկանցից մեկը Անդրանիկին առաջարկեց, ասում է Անդրանիկ, եթե դու այս բոլորը դնես որպես հաղորդում, որպես ասենք թե հրատարակես գիրք, դոկտորականը կպաշտպանես։ Անդրանիկն ասում է, ես արդեն դոկտոր եմ։ Ինչպես, ասում է շողովուրդը ինձ ճանաչում է, բավական է դա ինձ։ Գիտեք, ինքը մեծամտական մարդ չէր։ Համեստ մարդ էր ինքը։ Հատուկ ամբիցիաներ չի ունեցել։ Չէ, ինքը շատ համեստ տղա էր եւ նման բաներին ինքը նայում էր որպես սովորական երևույթ։ Դա ամեն մարդ կարող է անել։ Այսպես։ Հրաշալի Տիկին Վարդուհի, այս մասը ընդհանրապես չէինք նախատեսել, չէինք պլանավորել, բայց ստացվեց, որ հետաքրքիր պատմությունների շարան ունեցանք։